Եվրոասիական ֆոնդային բորսայի միության ամենամյա Confeas 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS չեմպիոնների լիգայի մրցանակաբաշխությանն Ամերիա բանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է նման հեղինակավոր մրցանակի։ Մեզ համար այսօր մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն ըստ էության պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է, տարածաշրջանի մակարդակով ու այն շատ նշանակալի մրցանակ է մեզ համար, ոչ միայն Ամերիա բանկի համար, այլ նաև ինձ թվում է կապիտալի շուկայի համար Հայաստանի եւ Հայաստանի համար ընդհանրապես, քանի որ առաջին անգամն է, որ ֆեդերացիան մրցանակ է շնորհել հենց հայկական ֆինանսական կազմակերպությանը տարածաշրջանի խոշոր տարբեր մասնակիցների մեջ։ Մրցանակն Ամերիա բանկը ստացավ Confeas 2025-ի հոբելյանական 30-րդ համաժողովի ընթացքում, որն անցկացվեց Երևանում։ Այն հյուրընկալել էր ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի Եվրասիական երկրների ֆոնդային բորսայից, բանկերի կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից։ Ուրախալի էր եւ մեր համար sense հպարտության ոնց որ բանը sense առիթ եւ հիմք, որ առաջի անգամ հայկական շուկայից Ամերիա բանկը ստացավ այդ մրցանակը։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ Ամերիա բանկը մրցում էր, ասենք, նույն Աբու Դաբիի շուկայի հետ, Պարսկաստանի շուկան բավականին զարգացած Պարսկաստանի շուկայի հետ, Եգիպտոսի եւ այլնի եւ այլնի։ Եվ այդ շուկաների մեջ ստացավ մրցանակ։ Բուխարեստի ֆոնդային բորսայի եւ Եվրոասիական կապիտալի շուկաների միության նախագահի խոսքով էլ այս մրցանակները օգնում են խթանել համագործակցությունը։ Եթե բրոքերային ծառայություններ եք մատուցում, բորսայում ակտիվության համար ձեզ հաճախորդներ են պետք, իսկ հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, քանի որ նրանք ցանկանում են հեշտորեն հաշիվ բացել ու հեշտորեն գործարքներ կատարել։ Եվ այս տեսանկյունից մենք ել ավելի ենք կարևորում նորարարությունների ու տեխնոլոգիաների դերը։ Չեմպիոնների լիգայի մրցանակաբաշխության շրջանակում մասնակիցներին տրվում են մրցանակներ երկու անվանակարգում՝ բաժնետոմսերի շուկայում եւ պարտատոմսերի շուկայում ակտիվության համար։ Սա հնարավորություն է Հայաստանի բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, բրոքերների համար, որպեսզի հասանելիություն ձեռք բերեն, կարողանան կապի դուրս գալ այլ երկրների բրոքերների հետ։ Մրցանակաբաշխության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները։